Yes. Չկողմ եմ, միայն ողջունում եմ։ Պարոն Ռուբինյան, ես կուզեի դուք ասեիք, արդյոք անհրաժեշտություն կա, որ երեկվա միջադեպը ազգային ժողովի նախագահի մասնակցությամբ վարչության նիստում քննարկվի, այսինքն տեսնում եք այդպիսի անհրաժեշտություն, այդ հայոյանքը փոխադարձորեն տեղում չէ։ Ինչ նկատի ունեք, որ ինչ-որ մեկը եկավ հայոյի այս ազգային ժողովի նախագահը։ Ես չեմ ուզում բառանել, ես առհասարակ ասում եմ, Ես կարծում եմ այդ միջադեպը տեսնող ցանկացած մարդ հասկանում է ինչա տեղի ունեցել, ինչու եւ ինչպես եւ հավելյալ քննարկման կարիք չկա։ Բայց երկրորդ հարցն է, այսօր վարչությունում քննարկել։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Պարոն Ռուբինյան, եւ այս ձեր քննարկության եմ ուզում անդրադառնալ։ Այսօր ձևավորվելու է առաջին հիսուն այս քննարկության արդյունքում, հետո դրանք ֆիքսված են լինելու, այսինքն քննարկության արդյունքները ոնց եղավ, արդեն ակնհայտ է, որպեսզի տեսքեր։ Այդ թվում վարչապետի թեկնածուն է ֆիքսվելու։ Հաջորդ փուլերը կարելի ներկայացնեք, ինչ է հետո սպասվում հաջորդ 50-նյակների կազմման համար։ Ըստ մեր, չէ, ամեն մեկը քվեարկում է 30 հոգու, բայց 50-նյակն է ձևավորվելու դրա արդյունքում։ Ըստ մեր վարչության որոշման առաջին 50-ը կձևավորվի այսպես, ինչպես նկարագրեցի, եւ վարչությունը կունենա հաջորդ 50-նյակում փոփոխություններ անելու կամ մյուս 50-նյակում, որոնք արդեն ձևավորվել են նախորդ քվեարկության ընթացքում։ Բայց ես չեմ կարծում, որ մեծ փոփոխություններ արվեն։ Այսինքն, պարոն Ռուբինյան, այն արդյունքները, որ գրանցվեց նախորդ քվեարկության արդյունքում, չնչին փոփոխություններով առաջին 150-ի պատկերը այսպես կամուղջան։ Իսկ երբ կլինի արդեն… Դե իհարկե դե քվոտայի հարց կա, կանանց քվոտա եւ այլն, այդ առումով միանշանակ փոփոխություններ կլինեն։ Իսկ այս արդյունքները երբ կանփոփվեն, այսինքն երբ բաց կլինի։ Քվեարկությունը այսօր է լինելու եւ վաղը, դրանից հետո էլ արդեն։ Եվ մի ճշտով հարց էր, քանի որ վարչապետի թեկնածուն արդեն ամենի է, թե հիմա ոնց է քննարկվում։ Հայտնի չէ, հայտնի կդառնա այս քվեարկության արդյունքը։ Կանխատեսելի է, այսինքն հնարավոր է ինչ-որ ուրիշ արդյունք լինի, թե քիչ է հավանական։ Տեսականորեն հնարավոր է, գործնականորեն քիչ է հավանական։ Դե ասում եմ, գործնականորեն դժվար թե որևէ այլ ներկա։ Բան կպնում եք վարչապետի թեկնածու կա։ Չէ, ԿՊ-ում հիմա կա 50 վարչապետի թեկնածու, որովհետև բոլոր 50-ը համարվում է վարչապետի թեկնածու։ Հավանական վարչապետը կարծում եմ հայտնի է։ Եվ այդ 50 ծով ավելի շատ քվե հավաքեց։ Ոչ, այդ քվեաթերթիկի ներքևում կա նշում, որտեղ պետք է մարդ նաև իր ընտրած 30-ից նշի անուն, թե ում է ուզում որ լինի վարչապետի թեկնածու, եւ ով ում անունը ավելի շատ նշված լինի, նա կլինի վարչապետի թեկնածու։ Բացի ռեյտինգ ապուրից նաև վարչապետի թեկնածու է ընտրվելու։ Պարոն Ռուբինյան, եւ վերադառնալով էլի այդ միջադեպին ազգային ժողովի նախագահի եւ քաղաքացու մասնակցության։ Քաղաքացու, սովորական քաղաքացի էր։ Ամեն դեպքում Ինչա քաղաքական գործիչ էր։ Հա, բայց նկատի ունեմ քաղաքական գործիչ։ Հիմա դուք եք քաղաքացի, ես եմ։ Դե ուրեմն ասեք երկու քաղաքացիներ ինչ եք ասում ազգային ժողովի նախագահ եւ քաղաքացու։ Ուրեմն քաղաքացու եւ քաղաքացու։ Քաղաքացի Արեն Սիմոնյանին, որը նաև ԿՊ վարչության անդամ է եւ ազգային ժողովի նախագահ, եւ ընդդիմադիր քաղաքացու միջև տեղում։ Հա, քաղաքական գործիչ։ Քաղաքական ձեր նման քաղաքական։ Իմ պնդման չի, դուք չգիտեք որ այդ մարդը քաղաքական գործիչ է։ Ոնց, այդ մարդը անետ կորացի հարազատ է։ Այդ մարդը անետ կորացի հարազատ է։ Չէ։ Ազգային ժողովի նախագահի եւ ընդդիմադիր քաղաքական գործիչի միջև տեղ ունեցած այդ միջադեպը, ինչ է կարծում, պետք է ազգային ժողովի նախագահի մասով ԿՊ-ում ըստ ԿՊ կանոնագրքի էթիկայի կանոնագրքի 4-րդ ենթակետի շրջանակներում քննարկման առարկա դառնա, թե ոչ։ Նարեկ ջան, եկեք մեզ միամիտի տեղ չդնենք, էլի։ Մարդը եկել հայոյել է ազգային ժողովի նախագահին։ Դե վերջ, ուրեմն կգնաք, Իվարկյան, ուրեմն կգնաք, այդ ընդդիմադիր քաղաքական գործիչին կգտնեք, նախ կճշտեք իր կուսակցությունը կամ կազմակերպությունը էթիկայի կանոնակարգ ընդհանրապես ունի թե չունի, եթե պարզվի ունի, իսկ ես երաշխավորում եմ որ չունի, բայց եթե պարզվի որ ունի, կհարցնեք այդ ձեր էթիկայի
կանոնակարգի ես ինչ որերորդ կետով ձեր վարչությունը բան քննարկել է, որ գնացել եք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահին քրֆել եք։ Այդ հարցը Իվարկյան, ես նաև սպասում եմ, որ Ազատություն ռադիոկայանը մարդ կուղարկի այդ քաղաքական ուժի մոտ, կհարցնեն, մի 10 հատ հարց կտանք, ասեն ես միջադեպը քննարկելու եք թե ոչ։ Այդ ժամանակ կգաք ինձ այս հարցերը կտանք։ Ներողություն, ի՞նչ է նշանակում, չեք տեսել դուք այդ կադրերը։ Իդեպ, ես տեսա, քանի որ դուք հրապարակ օրաթերթից եք։ Ձեր օրաթերթի խմբագիրը մի քանի օր առաջ վկայակոչելով ինձ, որ ես խնդրել եմ եւ պահանջել եմ, որպեսզի հրապարակվի թե ով է ֆինանսավորում հրապարակ օրաթերթը։ Ասելա, բայց քո ինչ գործն է ով է ֆինանսավորում հրապարակ օրաթերթը, մենք քեզ չենք հարցնում, չէ՞ դու առողջական խնդիր ունես, թե չէ։ Ուզում եմ հրապարակավ հայտարարել այս պահի դրությամբ Փառք Աստծո, ես որևէ առողջական խնդիր չունեմ։ Հիմա խնդրում եմ, կասեք ով է ֆինանսավորում հրապարակ օրաթերթը։ Այո, դա ինձ վերաբերում է։ Դա ներողություն, ինչ։ Դրսից դες ֆինանսավորում է։ Չէ։ Իսկ ձեզ։ Իսկ ով է ձեզ ֆինանսավորում։ Ես կարող եմ հրապարակել ով այնց ֆինանսավորում։ Ես աշխատավարձ եմ ստանում ազգային ժողովից, որը ինքնին որտեղ ես չգիտեմ ձեր կերպանը որտեղ է այդ փողը մտնում։ Ես չգիտեմ դուք ում ֆինանսավորումից եք հարկ մուծում կամ մուծում եք թե չեք մուծում։ Հիմա ես նույնիսկ չգիտեի որ դուք ստեղ եք լինելու։ Բայց ներողություն էլի, որ խնդրեմ կասեք ով է ֆինանսավորում հրապարակորակը։ Գնացեք բարձր ոչ մեկ չի ֆինանսավորում։ Ոչ մեկ ձեր եք աշխատում։ Դուք ինչ մահացեք դա։ Լոկական գործարությամբ եք։ Հա։ Չէ, գրանցված չեն։ Ձրի են։ Ես օրինակ CVK-ի համար ոդկաստ եմ վարում, ձրի, որ իրավունք ունեն։ Դուք ձրի եք աշխատում հրապարակում։ Ուղեղը աշխատացնում եք անվճար CVK-ի։ Հա, իսկ դուք ձեր ուղեղը ում համար եք աշխատացնում եւ ում վճարում եք։ Մենք աշխատում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Ում փողով։ Ով է փող տալիս ձեզ։ Ներողություն, սա շատ կարևոր է, հարգելի գործընկեր, երբ որ ես պահանջում եմ հաշվետվողականություն, մի ասեմ ազգային ժողով, ինչ դղյակ, ես դղյակ չունեմ, ինչ է նշանակում, ում մասին է խոսքը, ով դղյակ ունի մեր թիմից, Արարատ Միրզոյանը դղյակ ունի, որտեղ է դղյակը, առանձնատունը դղյակ է, առանձնատունը դղյակ է, այսինքն դուք ուզում եք, այսինքն օրինակ դուք ուզում եք ասել, որ օրինակ Պապուս հայրը, որը Աշտարակի շրջանի Արտաշավան գյուղից 1950-ականներին եկել է Երևան եւ իր եղբայրների հետ մեր երրորդ մասում ներկայումս գտնվող տունն է սարքել, սեփական տունը, առանձնատունը, դա դղյակ է, հա։ Չէ, ասում դա դղյակ է, Հայաստանում ապրող սիրելի բոլոր սեփական տուն ունեցողներ, իմացեք, որ այսուհետ դուք ապրում եք դղյակներում, բայց լավ, արդեն անհետաքրքիր եք, խնդրում։ Դե եթե ես անհետաքրքիր եմ, խնդրում լքեք ես սենյակ։ Դե ուրեմն նստեք եւ լսեք։ Հա, խնդրեմ։ Չէ, բայց մի վայրկյան, խնդրեմ։ Փաստ չի, եթե մանդատը վերցնի, այո, եթե չի։ Պարոն Ռուբինյան, տեսեք, դուք գործընկերոջից հարցին չպատասխան, ասացիք երկու քաղաքացիների միջև միջադեպը։ Չէ, ես ասացի ազգային ժողովի նախագահի եւ մի քաղաքական գործչի միջև։ Երկու քաղաքացիների միջև դա լինի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ ընդդիմադիր քաղաքական գործչի միջև միջադեպը, որոնք երկուսն են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Ինչու է ընդդիմադիր գործիչը խուլիգանություն կատարելու համար բերման ենթարկում հայհոյելու։ Իսկ ազգային ժողովի նախագահը ոչ, այսինքն տարբերություն է դրվում։ Որովհետև ազգային ժողովի նախագահը իր համար հանգիստ դուրս եկավ ազգային ժողովից քայլում էր, եկավ մի քաղաքական գործիչ, հեռախոսը միացրած, լայվը միացրած եւ սկսել իրան ասել արա եւ այլն, բարձ չի։ Այսինքն բանա, այդ քաղաքացին sense իր համար կանգնած էր այդ քաղաքական գործիչը, ազգային ժողովի նախագահը եկավ սկսեց իրար վրա հարձակվել։ Սիրելի գործընկերներ, դուք անկեղծ չեք, դուք ազնիվ չեք ձեր հարցերով։ Այտենց, որովհետև կարող եք, այո։ Պատասխանեցի արդեն հարց։ Պատասխանեցի, որովհետև ձեր մատնանշած քաղաքական գործիչը եկել եւ սկսել է սադրել ազգային ժողովի նախագահին։ Դե վերջում դրա համար ստացել է պատասխան։ Պարոն Ռուբինյան, ես քանի որ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ
գնահատականներ այդ միջադեպի տալու է կուսակցությունը, իրավապահները, եթե տեսնեն այդպիսի հարցեր քաղաքացիները, ես դրա համար եմ ասում, վարչությունը տեսնում էր այդ անհրաժեշտությունը։ Ես նման անհրաժեշտություն չեմ տեսնում։ Ես նման անհրաժեշտություն չեմ տեսնում։ Ես կհամակարգեմ։ 3 օր շարունակ ծնողները, ամենքորացների ծնողները այդ նույն անձանց հետ, որոնք դուսակցության անդամներ եք համարում, իրենք պատերազմի մասնակից անձիկ է։ Ամեն դեպքում բանալին է, ես իմացում եմ։ 3 օր շարունակ իրենք նաև ազգային ժողովի մուտքի մոտ եկան համապատասխանություն ուղարկեցին ազգային ժողովի նախագահային այդ ուրույնությունների ղեկավարներին 3 օր շարունակ նույն այդ ծնողների հետ հավաքված են։ Այստեղ կարելի է եզրակացնել մի բան, իմ հարցը նրան է, որ Արեն Սիմոնյանը չգիտե, որ 3 օր շարունակ այդ մարդիկ իրեն են բաղում։ Չգիտեմ, Արեն Սիմոնյանին կհարցնենք։ Բայց դա ձեր հարցը ընդհանրապես ռելևանտ չէ միջազգային։ Որովհետև ակնհայտ էր մեկ բան, որ ըստ էության Արեն Սիմոնյանը իջել էր եւ սադրանքի էր։ Լավ է։ Ժողովուրդ ջան, դուք անկեղծ չեք։ Դուք անկեղծ չեք։ Արեն Սիմոնյանը դուք անկեղծ չեք։ Քաղաքացու ձեռքը ոլորում է ոչ։ Ձեր ասածը ընդհանրապես ռելևանտ չէ նկարագրվող միջադեպի։ Ընդհանրապես։ Պարոն, այդպես կարելի է Դեմից հենց ֆիքսել, որ այս պահվածքը դատապարտել է, չպետք է ազգային։ Իսկ ինչի է դատապարտել է։ Ես ընդունել եմ։ Բայց ինչ է դատապարտել, ասեք։ Հա, լավ չի, դա ֆիքսեցինք, չէ՞ որ լավ չի։ Ընդդիմադիր կոմիսիայի դատապարտել է, չպետք է ազգային ժողովի նախագահային հայրերը եւ այլն։ Բայց ինչու է ազգային ժողովի նախագահը լինելով իշխանության բարձրագույն ներկայացուցիչ, օրենսդիր մարմնի ներկայացուցիչ չի գործում օրենքով, այլ եթե կարելի ասել խուլիգանությանը պատասխանում նույն կերպ։ Շոու ջան, դուք հարցնեք, դա Արեն Սիմոնյանի կամ հարցրել եք արդեն, եկել է, դուք ինձ հարցնում եք, ես տեսնում եմ, չգիտեմ, վարչությունում քննարկման իշխանության ներկայացուցիչը պետք է փորձի լինել հնարավորինս զուստ, հնարավորինս սուրբ եւ այսպես շարունակ, պետքա սպանի իր մեջ մարդուն, էգոն պետքա սպանի, երբ որ իրան վիրավորում են, պետքա փորձի հետ չվիրավորել, երբ որ լրագրողներն են իրան վիրավորում, պետք է ժպիտով, sense մեղմ ժպիտով ասի հարգելի լրագրողներ եւ պատասխանի իրանց հարցերին, երբ որ լրագրողները տալիս են անտակտ հարցեր, անազնիվ հարցեր, չգիտեմ, տենդենցիոզ հարցեր, ինքը պետք է համբերատար նստի եւ սպասի եւ ժպտալով ասի հաջորդ հարցը հարգելի լրագրողներ։ Խնդրեմ։ Ես հարցնում եմ ինչի օրենքով չի գործել ազգային։ Օրենքով է գործել, օրենք հա խախտել։ Հայոց Դե հիմա ինչ օրենք հա խախտել։ Եթե դա օրենք խախտում է, ուրեմն այստեղ բոլորը պետքա, բոլորը չէ, տղամարդիկ առնվազն պետքա մի 1000 անգամ նստած հելասեն։ Քրեականացված չի։ Նիկոլ Փաշինյանը այսպես է կարող աշխատել, հա, որ ասում է, եթե մենք չընտրվենք, պատերազմ կլինի, մենք չընտրվենք, դիպը չի կայանա։ Սա դուք հենց այդ նշածը, որ ասում եք անհետ դիտային պատերազմ, հենց սա օրինակը չէ դիտային պատերազմի եւ ներողություն։ Եկեք հետո լավ տուր։ Որ ասում եք Նիկոլ Փաշինյանը այս Գյումրիում ասեց 65%-յա կնկավիտ ունենք, որտեղից է այս դիտարկումները, քանի որ տարբեր հանածեր ընդմատոսները ասում են, այ սա հստակ ցույցում է, որ լցոնումների վերաբերյալ նրանց տեսակետն է փոխանցում, նաև տեղեկությունները բարբերական շրջաններում, որ նոր ձևավորվելիք խորհրդարանում ազգային ժողովի ղեկավարության կազմում փոփոխություններ են լինելու, ազգային ժողովի նախագահի դուք այս մասում ինչ-որ տեղեկություններ, քննարկումներ կան դուք։ Դուք ո՞ր լրատվամիջոցից եք։ Մի վախեցեք, չեմ հարցրի, նավակին ասալու, հա։ Եվրոմեդիա։ Չեմ վախենում։ Բայց կարելի է հարցնել։ Տեսեք, սկսենք վերջից։ Երբ որ մարդ ասում է, ես ակնկալիք ունեմ այսինչի, դա բան չի։ Ասացիք որտեղից ձեզ նման ինչ բառ օգտագործեցիք։ Չէ, վստահություն չի, ասացիք որտեղից ձեզ նման տեղեկություն, թե ինչ։ Հա, ակնկալիքը նշանակում է, որ մեկը ակնկալում է ինչ-որ բան։ Այդ մենք այո ակնկալում ենք ստանալ 65%։ Եթե տենց հասել։ Կամ ընդհանրապես ակնկալում ենք հաղթել ընտրություններում, ակնկալում ենք մեծ տոկոսով հաղթել ընտրություններում։ Եթե ակնկալիքը ցուցումա, չգիտեմ, այդ ում գլխում է առաջացել այդ աբսուրդային միտքը։ Իսկ գիտեք որն է։ Օրինակ, եթե մենք ասեինք, գիտեք ինչ կա, մենք խնդիր չունենք, միակ հարցն է 60 խփենք 70 թե 80, այդ դեպքում կարելի է դա դիտարկել որպես խոստովանություն այն մասին, որ մենք պատրաստվում ենք լցոնել։
Բայց քանի որ մենք Սերժ Սարգսյանը չենք եւ նման բաներ չենք հայտարարում, չգիտեմ, այդ հարցը էլի ռելևանտ չէ ընդհանրապես այդ հարցը։ Հաջորդը ռելևանտ ասեն, ռելևանտ ինչ որ բանին վերաբերելի։ Հասկացա՞ք։ Օրինակ ձեր հարցը շատ ռելևանտ է հիմա, որովհետև հասկացանք, որ ռելևանտ նշանակում վերաբերելի, բայց իրականում ես եմ սխալ, պետք է հայերեն բառը օգտագործել։ Հաջորդը ազգային ժողովի ղեկավար կազմը որոշվում է ընտրություններից հետո, ընտրություններից առաջ ոչ մի քննարկում այդ առումով չկա եւ չի լինելու։ Ես որևէ հավակնություն չունեմ ընտրություններից առաջ որևէ բանի։ Ես ընդհանրապես այս պահին հավակնում եմ լինել ցուցակում։ Ես կարծում եմ այդ հարցը եւ բնդումը ռելևանտ չէ, վերաբերելի չէ։ Հաջորդը ներողություն։ Ինչ։ Հա, պատերազմի հետ կապված։ Ջորջ ջան, էլի որ ասում եմ դուք անկեղծ չեք, ասում եք ինչ եք ասում, դուք անկեղծ չեք։ Որովհետև դուք անընդհատ ձեր հարցերում բան եք անում։ Հարցը նենց եք ձևակերպում, որ ինքնին սկզբնակետը սխալ է արդեն։ Մենք չենք ասում։ Բայց թողեք պատասխանը։ Թողեք պատասխանը։ Դուք կթողնեք, տեսեք, այնքան բան եք անում։ Նայեք, հիմա իրավիճակը հետևյալն է։ Մենք չենք ասում, որ ՔՊ-ն միակ աստվածատուր ուժն է, որը եթե լինի իշխանության, չի լինի պատերազմ, եթե չլինի իշխանության, կլինի պատերազմ։ Մենք ինչ ենք ասում, ասում ենք, մեր քաղաքական դաշտի ուժերը ունեն քաղաքական առաջարկ։ Հիմա քաղաքացիական պայմանագիրը օգոստոսի 8-ի հռչակագրով, քաղաքացիական պայմանագիր ձևավորած կառավարությունը հասել է խաղաղության։ Մենք հիմա առաջարկում ենք հունիսի 7-ին ժողովրդին քվեարկել քաղաքացիական պայմանագիրը, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը շարունակի այդ խաղաղության ուղին, որը հաստատված է, այսինքն չհրաժարվել խաղաղության ուղուց։ Հիմա կան այլ քաղաքական ուժեր, հիմնականում 3 օլիգարխների քաղաքական ուժերը, Քոչարյան, Ռուսաստանցի օլիգարխ, Ծառուկյան, բայց ոչ միայն իրանք, նաև իրանք սատելիտները, որոնք հայտարարում են, որ այս խաղաղությունը լավը չի։ Իրանք ասում են, սա արժանապատիվ, մի ընդհատեք ինձ խնդրում։ Իրանք ասում են, սա լավ խաղաղություն չի։ Մեկը ասում է արժանապատիվ չի եւ հետեւաբար մեզ պետք է արժանապատիվ խաղաղություն, մյուսը ասում է իրական չի, հետեւաբար մեզ պետք է իրական խաղաղություն, մյուսը ասում է ուժեղ չի եւ մեզ պետք է ուժեղ խաղաղություն, բայց այդ մյուսը չի ասում, իր AI-ն է ասում, իր արհեստական բանականությունն է ասում, ինքը չի ասում։ Ընդհանրապես չգիտեմ ինքը գոյություն ունի, թե չունի, ես կասկածներ ունեմ, որ ինքը գոյություն չունի։ Ինչ։ Եվ ներդրումներ անում չեք տեսնում գոյություն ունի, թե չունի։ Երբ ներդրումներ անում տեսնում էին գոյություն ունի, հիմա չեմ տեսնում որ գոյություն ունի, որովհետև չեմ տեսնում, չի խոսում այդ մարդը, բայց ներողություն։ Հիմա այս մարդիկ հայտարարում են, որ իրանք պատրաստում են վիճարկել այս խաղաղության բոլոր կոմպոնենտները։ Իսկ որոնք են այս խաղաղության կոմպոնենտները։ Առաջին եւ սկզբունքային կոմպոնենտը Վաշինգտոնի խաղաղության հռչակագրով այդ թվում հաստատված եւ ոչ միայն, նաեւ համազատման հանձնաժողովների կանոնակարգով Ադրբեջանի եւ Հայաստանի միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Իրանք ինչ են ասում։ Օրինակ, Դաշնակցության ներկայացուցիչները ասում են, որ խորհրդային միության ժամանակվա սահմանները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անարդար սահմաններ են։ Երբ որ դու ասում ես մի բան անարդար է, դու վիճարկում ես դա։ Կամ իրանք ասում են, որ սահմանազատման կանոնակարգի 5 Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող լինել։ Պետք է լինեն նոր սկզբունքներ, օրինակ դեմոգրաֆիական սկզբունքով պետք է լինի սահմանազատումը, այսպես ճանաչ։ Այսինքն իրանք կամ ինչ են ասում են Քոչարյանն ինչ ասում։ Ասում 29743 կիլոմետր քառակուսու մեջ պարկը փակվելը սխալ է, չպիտի Հայաստանը դրա մեջ պարփակվի։ Կամ ինչ են ասում իր կուսակիցները, ասում են Արարատը մերն է, Դադիվանքը մերն է, այսինչը մերն է, ինչը մերն է։ Հիմա ասում են մերն է, հասկանում եք, այդ արտահայտությունը արվում է։ Հիմա սա մեկ կոմպոնենտ, հաջորդ կոմպոնենտ, թրիպը հայ-ամերիկյան բիզնես նախագիծ է։ Իրանք ինչ են, բայց քանի որ ինքը հայ-ամերիկյան է կառավարությունների միջոցով քննարկվող, այս բիզնես նախագիծը քաղաքական պայմանավորվածության արդյունք է, որովհետև Հայաստանի վարչապետն ու ԱՄՆ նախագահն են, չէ, պայմանավորվել թրիպի շուրջ։ Հիմա իրանք ասում են, այս թրիպում պետք է նոր կոմպոնենտներ մտցնել, նոր կողմեր մտցնել։ Ու առաջարկում են մտցնել այն կողմերին, որոնք ԱՄՆ-ի հետ նույնիսկ երական Մինսկի խմբի համանախագահության շրջանակում չէին համատեղվում, իրար չէին ուզում հանդիպել, հիմա չեն ուզում հանդիպել, հասկանում եք, մի վարքան։ Այսինքն դա նշանակում է, եկեք ջրենք այս թրիպը։ Հաջորդը
Սահմանազատմանը արդեն արադարձավ։ Երբ որ մենք ասում ենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք, իրանք ասում են ոչ, Ղարաբաղյան շարժումը պետք է շարունակենք։ Հիմա եթե կպցնում ենք իրար այս բոլոր կոմպոնենտները, որ իրանք խաղաղության բոլոր կոմպոնենտները ասում են, հա, ներողություն, խաղաղության պայմանագիրը, ասում են խաղաղության պայմանագրին պետք է ներառել նոր երաշխավորների։ Այստեղ էլի երկու խնդիր կա։ Ա. Խաղաղության պայմանագիրը արդեն նախաստորագրված է եւ նրա մեջ նշում չկա երաշխավորների մասին։ Եվ երբ որ ասում են պետք է նոր երաշխավորներ, նշանակում ասում են եկեք վերաբանակցենք, հա, այո, սրանք բոլորը փոփոխությունների առաջարկ են, սրանք բոլորը վերանայման առաջարկ են։ Եվ հետեւաբար, եթե այս քաղաքական ուժերը գան իշխանության եւ անեն այն ինչ իրանք խոստանում են անել, իսկ իրանք ինչ են խոստանում անել, վերանայել այն խաղաղությունը, որ այսօր կա, հասկանում եք։ Եթե իրանք ասում են վերանայում են, նշանակում է դա ավտոմատ հրաժարվել այս խաղաղությունից։ Իսկ դա նշանակում է ավտոմատ հրաժարվել միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելուց, հրաժարվել սահմանազատման սկզբունքներից, հրաժարվել ապաշրջափակման սկզբունքներից եւ թրիփի իրագործումից, հրաժարվել Ղարաբաղյան շարժումը չշարունակելուց։ Սա ավտոմատ 100%-ով բերելու է պատերազմին։ Հիմա մի վարքան։ Հիմա հետեւաբար ավելի կոռեկտ կլիներ, որ դուք ձեր հարցը ոչ թե sense ձևակերպեիք։ Միշտ դուք ասում եք, եթե մենք պատերազմ ընտրվենք, պատերազմ չի լինի, այլ ասեիք։ Միշտ դուք ասում եք, որ եթե ընդդիմադիր ուժերը ընտրվեն եւ անեն այն քաղաքականությունը, որ իրենք խոստանում են եւ կլինի պատերազմ, այդտեղ շարունակել։ Մեկ է մի բան էլ ասում եմ, հաճախ ասում են, դուք վախեցնում եք պատերազմով, սպառնում եք պատերազմով, Ժորժ ջան, եթե մենք Հայաստանը շարունակի այն քաղաքականությունը, որ հիմա վարվում է, պատերազմից վախենալու ընդհանրապես որևէ պատճառ չի։ Դուք հիմա այն տրամաբանությունը, որ ներկայացնում եք, դա որ պրոյեկտում եք 18, 15, 20 թվականների այն հայտարարությունների վրա, որ անում էին ձեր թիմակիցները, օրինակ այդ նույն հայտնի արտահայտությունը Արցախ-Հայաստանը եւ երբ որ քննադատություններ էր հնչում, որ պատերազմը սկսվեց այդ հայտարարության համար, ինչ էր հակադարձումը, որ չի կարելի ամեն ինչ այդքան պարզունակացնել։ Հիմա դուք ասում եք Արարատը դա պատերազմ է, դա դիվանա։ Ես դա չեմ ասում։ Ախր ինչ եք դուք անդադ նենգախ փոխում իմ ասած։ Ես աշխողիկ, մի վարքան, ոչ, ես ուրիշ բան եմ ասում եմ, չճանաչելը, հրաժարվելը Հայաստան, մի վարքան, դեքոր։ Նայ, դուք կոնկրետ մի մասը։ Մի վարքան, ոչ, մի վարքան։ Ինչն է դա օրինակ։ Ես ձեզ ասում դա ինչի օրինակ է։ Դա օրինակ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային ամբողջականության աներկբա ճանաչումից հրաժարվելու։ Ոչ։ Միատ կլսեք ինչ եմ ասում։ Կլսեք ինչ եմ։ Չէ, դուք եք ծայրահեղացնում, հիմա ես դες կապացուցեմ դա։ Առաջինը։ Ես հիմա որ ես նկարագրում եմ, ես չեմ նկարագրում եմ միայն հայտարարություններ։ Ես նկարագրում եմ ձեզ հայտարարություններ իրենց անելիքների մասին։ Այդ մարդիկ ասում են, մենք գալու ենք, հրաժարվելու ենք Արմաթայի հռչակագրով միմյանց տարածքային ամբողջականություն ճանաչելուց, հրաժարվելու ենք սահմանազատման գործընթացի հիմքից, հրաժարվելու ենք ապաշրջափակման գործընթացի սկզբունքներից եւ շարունակելու ենք Ղարաբաղյան շարժումը, հասկանում եք։ Ես չեմ ասում իրենք գալու են հայտարարեն, ես ասում իրենք գալու են եւ անեն, հաջորդը։ Մենք կոնկրետ ասենք հիմա վերջը մեղադրանքը Փաշինյանին որն է, որ այն ժամանակ ասել Արցախ-Հայաստանի եւ վերջ, թե որ հիմա չի ասում Արցախ-Հայաստանի եւ վերջ, որովհետեւ ներողություն, որովհետեւ ըստ էության ընդդիմության հիմիկվա այս պահի քաղաքական հայտարարությունները հենց դա են էլի։ Չէ, պարոն Ռուբինյան, ես ուղղակի հարցնում եմ, այսինքն այն ինչի համար դուք մեղադրում եք հիմա ընդդիմությանը կամ կարծում եք, որ իրենք անելով կբերեն պատերազմի, երբ որ դուք նկարագրում եք իրենց ասածների, դա ոնց որ հիշեցնի այն ինչ դուք արեցիք։ Բայց մեր ժամանակ խաղաղություն չկար, մենք եկել ենք իշխանության գոյություն ունեցող հակամարտության պայմաններում։ Հիմա հակամարտությունն ավարտված է, այդ մարդիկ ասում են ժողովուրդ, ոչ, այդ հակամարտությունը չպետք է ավարտվի։ Պարոն Ռուբինյան, օրինակ մի հարցի կանդրադառնալ թրեփի մասով։ Բայց ինչ թվում է շատ։ Հայտարարություն եք անցնում կտրում, որ մենք անդաբերակողիները մենք չենք լսել։ Ինչը չեք լսել, ասեք, հատհատ ասեմ, Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ նայեք իմ եւ Արծվիկ Մինասյանի բանավեճը Շանթի եթերում
Ապրեք։ Այնտեղ ես ասում եմ հակամարտությունն ավարտված է, պարոն Մինասյանը ասում է հակամարտությունը չի կարող ավարտված համարել։ Հատ էլի խնդրում եմ, հերթով էլի։ Պայմանագիր եւ ենթադրվում է, այո, որ այդ հակամարտությունը դեռ վերջնական ավարտված։ Ոչ, հակամարտությունը օգոստոսի Վաշինգտոնյան օգոստոսի 8-ի խաղաղության հռչակագրի տեքստում մի վարքյան էլի, դա այդ փաստաթուղթը ունի հավասար ուժ, ինչ օրինակ ունեն դրանից առաջ ցանկացած հայտարարություն հրապարակված Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ։ Մի վարքյան։ Այդ հայտարարության մեջ հստակ գրված է, որ հակամարտությունն ավարտված է, գրված է, որ կողմերը ուշադրություն դարձեք, չեմ խոսում նախաստորագրված խաղաղության պայմանագրի մասին, խոսում եմ ստորագրված խաղաղության հռչակագրի մասին, որը այդ թվում որպես վկա ստորագրել է ԱՄՆ նախագահը։ Գրած է, որ հակամարտությունն ավարտված է, գրած է, որ կողմերը ապագայում էլ իրար պահանջներ չեն ունենալու, վրեժի չեն լինելու եւ այլն։ Հաջորդը այդ հռչակագիրը ստորագրելուց հետո արդեն քանի ամիս անց է, 8 ամիս անց է, եւ Հայաստանի վարչապետը, եւ Ադրբեջանի նախագահը մոտարապես ամիսը մեկ բաց կրկնելով հայտարարում են, որ հակամարտությունն ավարտված է։ Օրինակ ձեր լրատվամիջոցները սիրում են, չէ՞, Ալիևին ցիտել։ Բայց երբեք օրինակ չես տեսնի ձեր լրատվամիջոցներում վերնագիր հակամարտությունն ավարտված է, Ալիև։ Բայց իրականում այդպիսի բազմաթիվ հայտարարություններ են եղել, այդ թվում ես վերջերս։ Մի վարքյան, ոչ, ասում եմ հստակ, աներկբա հայտարարվում է, որ հակամարտությունն ավարտված է։ Հիմա, բայց ասեն ոնց հավատակ, որ ավարտված է։ Գնացեք սահմանամերձ գյուղեր եւ լսեք կրակոցի ձայն կլսեք թե չէ։ Գնացեք Գերեզման, նայեք 18-ամյա երիտասարդի դագաղ կա, որին թաղում են, թե չէ։ Զանգեք ձեր բարեկամներին, ասեք, որոնք ծառայում են բանակում, զանգեք, ասեք վերջին անգամ երբ եք կրակոցի տակ ընկել։ Զանգեք տարբեր մարդկանց, ասեք, երբ վերջին անգամ ձեր 18-ամյա որդին, թոռը, եղբայրը երբ է սպանվել հակառակորդի կրակոցից։ Այդտենց կհասկանաք հակառակորդի այդտենց հիմա խնդրում եմ դուք իրավունք ունեք տեղից ներողություն ռեպլիկ անել միայն մեկ հարցով։ Կարող եք առանց ինձ հարցնելու ռեպլիկ անել եւ ասել հրապարակը ֆինանսավորվում է այսինչից։ Եթե դա չեք ասելու, խնդրում եմ մի ընդհատեք։ Խնդրում եմ մնալ բարեկրթության սահմաններում։ Այս էլ է բարեկրթության սահմաններից դուրս մնալ։ Լռեք եւ մի խանգարեք ինձ կամ հրապարակեք թե ով է ֆինանսավորում հրապարակը։ Հակամարտության ավարտը ինքը բան չի, էլի, ինչ որ անորսալի բան չի, այդ հակամարտությունը կամ չկա։ Օրինակ 1995 թվականից մինչև 2017 թվականը գիտեք հակառակորդի կրակոցից առաջնագծում քանի զինվոր է սպանվել։ 490։ Իսկ 2024 թվականի փետրվարից մինչև այսօր ինչի՞ եմ այս երկու ժամանակատվածը համեմատում, չէ՞, որովհետև ընդդիմադիրները ասում են մեր ժամանակ խաղաղություն էր, իսկ հիմա այս խաղաղություն չի։ Հիմա այդ իրանց մեր ժամանակ խաղաղություն տարիներին 490 զինվոր է սպանվել, այս 24-ի փետրվարից սկսած, երբ որ խաղաղություն չի, 0 զինվոր է սպանվել։ Այդ է հակամարտության ավարտը։ Բա ինչի չկա, մի վարքան, ինչի չկա։ Դրա համար, եթե չեք հավատում մեզ, ես գիտեմ, որ ընդդիմադիր լրագրողները ավելի շատ հավատում են ադրբեջանական ղեկավարության հայտարարություններին, քան Հայաստան։ Մի վարքյան։ Եթե չեք հավատում մեզ, կարող եք բացել, օրինակ Ադրբեջանի նախագահը կարծեմ 2 ամիս առաջ էր ասում էր, որ խաղաղությունը հաստատված է ոչ միայն թղթի վրա է, այլ նաև իրականության մեջ, եւ մենք ձգտում ենք հավերժական խաղաղության։ Մեզ չեք հավատում իրանց։ Նախատեսվում է, որ խաղաղության պայմանագրի վերջնական։ Ինչի ընթացքում։ Ապրիլ ամսվա ընթացքում, որտեղ նման խոսակցություն է։ Նման տեղեկություն ես չունեմ։ Բայց հայկական կողմը գիտեք, որ միշտ պատրաստ է։ Դուք ասեք, որ այս բանին չէ։ Եթե նկատում եք այսօր ընդդիմադիրները հայտարարում են, որ իրենք շարունակել են Ղարաբաղյան շարժումը եւ իրենք բառացիորեն նման բան չեն։ Բայց միտքը դա է, չէ։ Մի վարքան, ուղիղ չեք լսել, դուք սիրում եք խոսքից, էլ այդ վերադարձի իրավունքի մասին եմ խոսում եւ այլ, որը դուք օրինակ իրատեսական չեք համարում։ Իսկ իրանք համարում են իրատեսական։ Ես չեմ կարող իրենց տեղաբանվել։ Իսկ ինչ են ասում բայց իրանք, է։ Այս բանին դեռևս այո, անվտանգային մեխանիզմներ չկան հնարավոր։ Այս բանին Բայց մի վարքյան, օրինակ նայեցի, երեք Քոչարյանը ինչ ասում։
լավ տվեք, հա, ներողություն։ Դե ուրեմն ասեք թող չընդհատեն ձեզ։ Դե որտեղ դուք հաց եք տալիս միջանկյալ, ստիպված են լինում արձագանքել, ասում եք վերաբանակցելու են։ Բանակցելու մեջ ինչ բան կա, դիվանագիտական ճանաչում։ Ասեն ինչ վատ բան կա։ Հարցը լուծելու, այսինքն դիվանագիտությունը իրենից պատերազմ հողի վրա։ Բացատրեմ, հարցը հասկանալի է։ Եվ ներողություն, ըստ այդ տրամաբանության, ուրեմն դուք կուսակցական խաղաղություն եք բերել, որ ձեզանից հետո եկող ուժերը չեն կարող բանակցել որևէ փաստաթուղթ կամ որևէ փոփոխություն։ Ինձ թվում է լավ չեք ըմբռնել։ Բանակցելու մեջ վատ բան չկա, երբ որ ինչ-որ մի համաձայնություն դեռ տեղի չի ունեցել։ Այսինքն, շատ նորմալ է, եթե կա X հարցի շուրջ չկա համաձայնություն, բանակցում է մի կառավարությունը, չեն գալիս լուծման, բանակցում է մյուս կառավարությունը, բանակցում է մյուս կառավարությունը, բանակցում է մյուս կառավարությունը, եւ այսպես շարունակ։ Հիմա օրինակ, ասենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը 90-ականներից բանակցել են Լեոն Տեր-Պետրոսյանի օրոք, Քոչյանի օրոք, Սարգսյանի օրոք, Փաշինյանի օրոք։ Նորմալ է, որ բոլորը բանակցում են, որտեղ մինչև այդ կետը բանակցությունները չեն փսակվել հաջողությամբ։ Խնդիրը դառնում բանակցելը, երբ որ արդեն իսկ համաձայնությունը կա, գալիս ասում ես հոպ, եկեք նորից բանակցենք։ Հասկացաք տարբերությունը։ Մի վայրկյան։ Այսինքն, երբ որ արդեն համաձայնություն կա խաղաղության վերաբերյալ, երբ որ կողմերը ֆիքսել են, որ այդ խաղաղությունը կա, երբ որ դու գալիս ասում ես մի վայրկյան, այս խաղաղությունը իմ դուրը չի գալիս, արի նորից բանակցենք, դա նշանակում է հրաժարվել արդեն ֆիքսացից։ Հաջորդը դուք ասում եք կուսակցական խաղաղություն ենք բերել, կուսակցական խաղաղություն չենք բերել, բերել ենք իրական խաղաղություն։ Եթե տեսականորեն իշխանության գա այլ ուժ, որը շարունակի այս քաղաքականությունը, պատերազմի վտանգ չի լինի մեկը, որտեղ պատերազմի եւ խաղաղության երկընտրանքը ոչ թե ՔՊ-ից է կախված, այլ ՔՊ-ի վարած քաղաքականությունից։ Եթե ուրիշ ուժեր է նույն քաղաքականությունը խոստանար վարեր, մենք չենք ասի պատերազմի վտանգ կա։ Խնդիրներն է, բայց որ այն քաղաքական ուժերը ընդդիմադիր, որոնք հավակնում են իշխանության, իրանք դրա 180 աստիճան, դրան 180 աստիճանով հակասող քաղաքականություն են ուզում վարել։ Բայց եկեք քայլերին նայենք, էլի, եկեք քայլերին նայենք։ Նիկոլ Փաշինյանը ոչ բանակցություններից է հրաժարվել, ոչ մադրիդյան սկզբունքներից է հրաժարվել, ոչ միջնորդներից է հրաժարվել, ոչ նույնիսկ մեծ կադրային փոփոխություններ է արել, ոչ բանակում, ոչ դիվանագիտական համակարգում։ Չի, ես ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, չի եղել մեկ առաջարկ, որը մինչև 20 թվականը հայկական կողմը մերժել է։ Ամենայն պատասխանատվությամբ ես ձեզ ասում եմ։ Կուսակցական քարոզարշավը ընթացքում եղավ Հայաստանի բոլոր մարզերում, ռեկորդներում, իսկ հատկապես հետաքրքիր է սահմանամերձ հատվածի բնակիչների շփումները ինչ են ասում։ Ես պետք է ասեմ, որ ես շատ տպավորված եմ այդ քարոզարշավով եւ մեր հանդիպումներով եւ իհարկե մեր հարգարժան մամուլը ներկայացնում է ոչ իրական պատկեր, բայց այդ իրական պատկերը երևում է, օրինակ այստեղ կան լրագրողներ, որոնք մեզ հետ նույնիսկ շենգավիթուն եղել են եւ ես գիտեմ, որ նրանց աչքերը չեն խափում եւ նրանց աչքերը տեսել են այն տեսել են այն դրական վերաբերմունքը, որ շենգավիթում մենք ունեցել ենք։ Ասեմ, որ շատ դրական վերաբերմունքի արժանացանք Սյունիքում, հիշում եք, չէ՞, այդտեղ բոլորը ասում են Սյունիքը նրանց չի ընդունում, չգիտեմ, Սյունյաց ողջույն, այ Սյունիքում իսկական Սյունյաց ողջույնի արժանացանք, նաև այդ Սյունյաց ողջույնը իրենք խնդրեցին փոխանցել ընդդիմադիր ուժերին եւ այսպես շարունակ։ Պարոն Ռուբինյան, այս կուսակցական ընտրությունների վերաբերյալ նախորդ ընտրություններից հետո Դավիթ Դանդելյանի, Կարեն Նիկոյանի եւ եւս մեկ անունը, որը չեմ հիշում, ներողություն հիշում, չեղարկվել եւ իրենք չեն մասնակցել ընտրություն։ Կպարտավորեք, քանի որ դուք երթափանցիկ կուսակցություն եք, ընտրություններն եք երթափանցիկ եք իրականացնում, Կարեն Նիկոյանը այսօր որքան են փորձեցին իրենից հետաքրքրվել, ի վերջո ինչ է արել, որ չեղարկվել է իր մասնակցությունը, չպարտավորեք դուք խնդրում եմ։ Ես կոնկրետ չեմ բարձաբանում, բայց ընդհանրապես կարգի խախտումների վերաբերյալ այսքանով բավարարվեք, բայց ես թափանցիկ եմ, սրանից ավել թափանցիկ։ Խոսքը կեղծարարության մասին չէ, բայց ես կրկին կուզեի իմանալ։ Ի վերջո, ով է ֆինանսավորում հրապարակ։ Դուք իմ խմբագրի շատ եք սիրում, բանովին։ Բացարձակ։ Ցավոք։ Պատեք իրեք, հայաստանությունը մի քանի բայց գնաց ով է փող տալիս։
Նայեք, խնդիրը գիտեք ո՞ր է։ Ներողություն, խնդիրը գիտեք ո՞ր է։ Նայեք, օրինակ հիմա հարություն։ Հայկ Կոնջոլյանի Մի վարքան էլի, մի վարքան, լսեք էլի, խնդիրը նայեք որն է։ Օրինակ հարություն է, հիմա տեսնում է, որ ես ձեր հետ զրուցում։ Հարությունը երբ որ տեսնում է ինձ, ինքը գիտի։ Ես քանի որ հրապարակում եմ բանը, հայտարարագիրը ամեն տարի, հարությունը ցանկացած բանի կարող է Google-ում գրի Ռուբեն Ռուբինյան հայտարարագիր, տեսնի ես ինչքան ֆինանսական միջոց ունեմ ու որտեղից։ Այսինքն ինքը տեսնում է, որ իմ ֆինանսական աղբյուրը միակ ազգային ժողովի կողմից ինձ տրվող աշխատավարձն է։ Ուրիշ աղբյուր ես չունեմ։ Հիմա ինքը որ նայում է ձեզ, ինքը ախր չգիտի ձեզ ով է ֆինանսավորում, որտեղից եք դուք փող ստանում, ում անունից եք դուք խոսում։ Հա, բայց ես ուզում եմ հասկանալ, ես ում եմ ընթերցում։ Քանի ամիս առաջ ինքը ներկայացրել է Քափասի։ Հիմա դժվար է ասել, բայց հիմա դժվար է։ Բայց մեջը գրած է ով է ֆինանսավորում։ Ինքը չի հրապարակել, չէ, ինքը Հայկ Կոնջոլյանը ինչ առանձնատուն, ինչ եք խոսում։ Ո, բայց դա հերքվեց, մարդը հրապարակեց, չէ, հրապարակեց կադաստրային գինը։ Լավ, ես խնդրում եմ հետո առանձին, եթե չեք ուզում հրապարակալ, ինձ գրեք էլի ով է ֆինանսավորում, իմանանք, վերջը գարի գաղտնիքը բացահայտել։ Շնորհակալություն բոլորիդ, այլ հարցեր կային, եթե կային խնդրեմ, եթե չէ, լավ եղեք։ Տեսա, պարոն Կոնջոլյանը